Բարև ձեզ հարգելի գործընկերներ, այսօր մեր հյուրերն են Թեհրանի հայոց թեմի թեմական խորհրդի փոխնախագահ Արա Շահնազարյանը եւ հայ մարզամշակութային նայիրի միության նախագահ Ֆրեդ Աշուղյանը։ Մենք խոսելու ենք հայոց ցեղասպանության 100-ամյակի Թեհրանի հանձնախմբի աշխատանքի վերաբերյալ, ինչպես նաեւ հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակի եւ ընդհանրապես համայնքին վերաբերող մի շարք հարցերի վերաբերյալ, բայց նախ եւ առաջ ես կխնդրեմ պարոն Շահնազարյանին, որպեսզի ինքը ներկայացնի իրենց կառույցը, համառոտ ինչ է իրենց ներկայացնում եւ հետո մենք անդրադառնանք բուն հարցերին։ Շնորհակալ առիթի համար։ Իրանի, այսինքն ընդհանուր համայնքը, ես հայկական համայնք, եթե ուզենամ արագ հակիրճ ներկայացնեմ, բաղկացած է 3 թեմերից, 3 թեմերով է ճանաչվել։ Ամենահին թեմը մերը, որ ունենք ատրպատականի թեմն է, որ Իրանի ատրպատականի շրջանում է լինում։ Երկրորդը լինում է Իսվահանի թեմը, որ նոր ջուղաում է իր թեմի ուրեմն աշխատանքները, եւ երրորդը Թեհրանի հայոց թեմն է, որ Թեհրանի հայոց թեմը, ասենք թե ամենանոր թեմն է, բայց բնականաբար լինելով Իրանի մայրաքաղաք Թեհրանը, կենտրոնացած է Թեհրանում հիմնականում աշխատանքները։ Ես ներկայացնում եմ Թեհրանի հայոց թեմի ուրեմն թեմական խորհուրդը, որպես գործադիր մարմին։ Կարճ կառույցի մասին եթե ուզեմ բացատրություն տամ, ըստ հայոց առաքելական եկեղեցու, այսպես ասենք թե օրենքների, մենք ունենք պատգամավորական ժողով, որը ընտրվում է ժողովրդի կողմից 4 տարի մեկ անգամ, այդ պարբերականությամբ, որը լինում է օրենսդիր մեր ժողովը, եւ տեղից բխում է թեմական խորհուրդը, որ լինում է գործադիր մարմինը, եւ թեմական խորհուրդը ինքը ճշտում է 2 տարվա համար, ուրեմն գործադիր ուրիշ հանձնախմբեր, տարբեր ոլորտներում աշխատող, լինի դրանք կրթական, լինի դրանք եկեղեցական եւ այսպես։ Այս ընդհանուր կառույցն է, որ ես շատ կարճ պետք է բացատրություն տամ իր մասին, աշխատում են շուրջ 22 կրթական կենտրոններ, որպես դպրոցներ, այսինքն սկսած մանկապարտեզից մինչև միջնակարգ, աշխատում է 9 եկեղեցիներ Թեհրանում, այսինքն աշխատունակ եկեղեցիներ են, եւ ինչպես ասեցի, ունենք տարբեր կառույցներ, որ այդ բոլոր կառույցների միջոցով իրականանում է Թեհրանի հայոց թեմի ուրեմն լրիվ աշխատանքները։ Ենթակա է նաեւ մի 2-3 քաղաք Թեհրանի հայոց թեմին, որ բաժանված է Իրանի ավելի շուտ հյուսիսային բաժնում, եւ այսպես ամբողջությամբ բնականաբար մեր թեմի առաջնորդի գլխավորությամբ տնօրինվում է աշխատանքները թեմական եւ ազգային իշխանության կողմից եւ ունենք միութենական կյանքը կապակցված, ասենք թե ազգային իշխանության, բայց անկախաբար իրենք ունեն իրենց աշխատանքները, որ իմ հարգելի գործընկեր պարոն Աշուղյանը ներկայացնում է մեր միություններից ուրեմն մեկի հայ մշակութային նայիրի միությունը։ Այս ընդհանուր բացատրություններ թեմի մասին։ Եթե շարունակությամբ ուզենամ անդրադառնամ 100-ամյակին, եթե համաձայն լինեք ժամանակի առումով, ուրեմն հետևելով, երբ որ ստեղծվեց պետական կենտրոնական հանձնաժողով 100-ամյակի ոգեկոչման, բնականաբար ուղեգծերի եւ սկզբունքների ուրեմն թելադրանքի ներքո 2013 թվականի սկզբին թեմից կողմից ուրեմն կյանքի կոչվեց 11 հոգուց բաղկացած ուրեմն Թեհրանի հայոց թեմի 100-ամյակը ոգեկոչող հանձնախումբը, որտեղ մենք աշխատել ենք ներառել մեր համայնքում աշխատող տարբեր խավերի, տարբեր բնակավարներում աշխատող ուրեմն կառույցների ներկայացուցիչներին, աշխատել ենք ծրագիրներ այնպես լինի, որ բոլոր կառույցները իրենց մասնակցություն ունենան համենայն դեպս։ Աշխատանքների մեջ, որ ունենք հիմնական մեր շեշտը դրել ենք արտահամայնքային աշխատանքների վրա, որ դա նշանակում է իրանական, ասենք թե տարի հետ շփվելու, լինի դա թե պետական ուրեմն շրջանակներում, լինի դա մտավորական, ուրեմն Իրանի մտավորական շրջանակների, լրատվական միջոցների շրջանակների, մեր աշխատանքները հիմնականում աշխատել ենք ծանրացնենք այդ ուրեմն խավի վրա, որովհետև ներհամայնքային իմաստով համենայն դեպս որպես հայ ամենը գիտեն 100-ամյակը,
Ամեն դեպս այդքան աշխատանք չունենք տանելու, ինչքան դեպի իրանական եւ դեպի պետական ուրեմն ասպարեզ։ Երևի տեղյակ եք Իրան, Հայաստան հիմա առիթ կլինի մի թեթև ակնարկել ունենանք։ Համենայն դեպս մեր հանդեպ, այսինքն որպես կրոնական փոքրամասնություն, միշտ շատ դրական նայվածք ունենք պետական իշխանական, այսինքն անհատների կողմից եւ շրջանակների կողմից, բայց զգում ենք, որ ծանոթությունները շատ քիչ են, այսինքն իրանց մոտ ճանաչողության, մանավանդ 100-ամյակի, մանավանդ ցեղասպանության կապված, դրա համար մեր աշխատանքները հիմնականում ծանրացել է այդ ասպարեզի վրա։ Ունենք այդ հնարավորությունը, որ երկու պատգամավորներ ունենք, որ մեր պետական, ասենք, խավն է ներկայացնում հայկական իմաստով, երկու պատգամավորներ ունենք Իրանի իսլամական խորհրդարանում, մեկը Իսվահանի ուրեմն շրջանից, մեկը Թեհրանի շրջանից, որ բնականաբար օգտվելով մեր երկու պատգամավորների հնարավորություններից, մենք կարողանում ենք մեր պետական հարաբերությունները ընդգծենք եւ սկսենք այդ աշխատանքը դեպի պետական շրջանակ։ Ծրագիրներ կա, որ կարողանանք գոնե անհատ ուրեմն պատգամավորների միջոցով խորհրդարանում կարողանանք այդ ճանաչողությունը կամ հաստատումը ստանանք, որտեղ իրականության մեջ գիտեք, որ Իրանը պաշտոնապես ոչ հերքել, ոչ էլ ճանաչել է ցեղասպանություն, ինչ-ինչ պատճառներով, որ կարծում եմ բոլորիս համար հայտնի է։ Եվ դրանից հետո բացվում ենք դեպի մտավորական շրջանակը, դեպի գիտական շրջանակը, ունենք Հայդատի հանձնախումբը, որ Հայդատի հանձնախմբի, ինչպես բոլոր համայնքներում կա, Հայդատի հանձնախմբի միջոցով ուրեմն քարոզչական աշխատանքներն են տարվում եւ մեր մեկնակետը 2015-ի սկզբից ինչ որ մի ուրեմն հստակ հեռանկարով մինչեւ ապրիլյան օրերը եւ նրանից հետո նորից շարունակելն է, ինչպես որ խորհրդաժողովում էլ հնչեց 2015-ի ապրիլ 24-ը մենք ոչ վերջնակետ գիծենք, ոչ մի բան, այլ մի նոր ճանապարհ դեպի նոր ուրեմն աշխատանքներ ընդհանրության մեջ։ Որի նպատակը մենք հավատացած ենք, ինչպես որ խորհրդաժողովում էլ հնչեց երևի տեղյակ եք, հավատացած ենք, որ արդեն ինչ որ մի հանգրվանի փոփոխության անհրաժեշտություն կա, այսինքն ցեղասպանության ճանաչումից դեպի իրավական հատուցում։ Եվ գնում ենք դեպի այդ ճանապարհով, այսինքն ըստ մեզ, ըստ բոլորիս երևի, արդեն այդ ճանաչեցման հանգրվանը ոչ թե ավարտվել է, բայց ինչ որտեղ իր արդյունքին է հասել, հիմա կարիք կա իրավական գետնի վրա, դատա իրավական գետնի վրա, մենք սկսենք պահանջել մեր հատուցումը ինչ որ համընդհանուր քաղաքականության ուրեմն ճշտված սկզբունքների ներքո։ Շատ լավ, շնորհակալություն, հնարավորություն տանք հարցերի լրագրողներին, հետո կանդրադառնանք։ Իսկ իրանական հասարակության մեջ պետական տարերից աշխատելիս նաև խորհրդարանում ինչպիսի խոչընդոտների, ինչպիսի հակազդեցության եք հանդիպում, կա արդյոք նման դեպքեր։ Տեսեք, Իրանում մենք ունենք 15 միլիոնի շուրջ ազերիներ, այսինքն թրքախոս ազերիներ։ Ես չեմ ասում էսի խոչընդոտ է ինքնին, բայց համենայն դեպս աշխատանքները, որ երբ որ ուզում ենք տանենք, պետք է շատ զգուշավոր լինենք։ Ոնց ենք ներկայացնում դա, որ այդ ասենք թե հակազդեցությունը անմիջապես չստեղծվի այդ տարի, որովհետև բավականին ազդեցիկ է, այսինքն Իրանի տնտեսական բանի մեջ, ոլորտի մեջ բավականին էլ ազդեցիկ են ազերի խոսերը, բայց ազերի խոս ասելով երևի կարող եք տարանջատեք շատ տարբեր են, թրքական կամ ադրբեջանական, այսինքն տարբեր։ Բայց նրանք իրենց նույնականացնում են ներկայիս Ադրբեջանը։ Ես կասեի ոչ, կա տարրեր, որ աշխատանք տարվում, մանավանդ Թուրքիայի եւ Ադրբեջանի ուրեմն դեսպանատների միջոցով։ Բայց բարեբախտաբար մեր շահերի, այսինքն Իրան-Հայաստան այդ շահերի համընկման ուրեմն եզրի մեջ պետության կողմից էլ նաեւ ինչ որ կա քաղաքականություն, որ այդ նույնացումը նման երևույթներ ինչքան կարելի է ուրեմն չեզոքացվի, որ դա օգնում է մեզ, բայց համենայն դեպս շատ պետք է զգուշավոր մոտենանք այս հարցին։ Շատ լավ, համեցեք խնդրեմ։ Տեսեք միջոցառումներ, ունենք գրքերի թարգմանություններ պարսկերեն լեզվով, արդեն շարանը սկսել է, աշխատել ենք գրքեր, որ
հենց այդպես որ ասեցի, իրավական գետնի վրա ներկայացնում է ինչ է պատահել։ Գրքերի թարգմանություն եւ դրա բաժանում ուրեմն պարսկական իրանական շրջանակների մեջ։ Ծրագրել ենք ուրեմն տարբեր առիթներով հրավերներ ունենանք լրատվամիջոցներին, որովհետեւ բացատրություններով մենք կարողանանք ուրեմն ներկայանալ։ Եվ այսպես շարան աշխատանքներ ունենք պայման պարբերաթերթը, որ տպվում է Հայդատի հանձնախմբի կողմից լրիվ պարսկերեն լեզվով։ Այդ շատ լավ առիթ է եւ բաժանորդագրված են հիմնականում պարսիկներ։ Եվ այսպես 4 ամսվա կտրված, 3 ամսվա կտրվածքով, այսինքն տարին 4 անգամ տպվում է պայման պարբերաթերթը, բավականին լավ առիթ է դրա միջոցով մեր ուրեմն խոսքը ասել փոխանցելու։ Եվ եթե գանք կրթական համակարգի վրա, մենք դպրոցներում ունենք հայերեն դասաժամերի իրավունքը եւ հիմնականում, եթե չեմ սխալվում, 5-րդ դասարանից հետո պարապվում է հայոց պատմությունը, մինչև 5-րդ մայրենի լեզուն եւ կրոնը, այսպես պարապվում է, եւ բնականաբար մեր դասագրքերի մեջ բոլոր տեղերում անկախ հայոց պատմության բոլոր այդ ուրեմն ժամանակաշրջաններին մեծ անդրադարձ կա ցեղասպանության հայկական չկա, ունենք մեր ծրագրի մեջ, չգիտեմ կստացվի թե ոչ, շատ դժվարին ծրագիր է, որ կարողանանք ինչ-որ պրակների միջոցով, եթե կարողանանք, պրակների միջոցով ինչ-որ հատուկ կրթական օղակներ պարսկական, այսինքն դպրոցներում, ունենք մեր ծրագիրների մեջ, որ այդ պրակները տրամադրենք, բայց ճիշտ ուզենակ, որովհետև արդեն գնում է պետական ոլորտ, արդեն գնում է կրթադասյարակչական ոլորտ, բավականին ծանր եւ դժվարին աշխատանք է, բայց ունենք այդ աշխատանքը։ Պարսկական դպրոցներում կոնկրետ հայոց պատմություն, թե ցեղասպանության թեման։ Մենակ ցեղասպանություն։ Չունենք պարսկական, այսինքն բնականաբար այդպես բան չկա, այսինքն որ ցեղասպանության անդրադարձ լինի պարսկական ուրեմն պատմության գրքերում։ Մյուս կողմից հարևան երկիր է, կարծես թե պիտի դժվար, այդքան էլ դժվար չլներ պատմության մեջ մի քանի նախադասությամբ մտցնել իրադարձությունը, որ լինում է, ուղղակի ստեղծին աշխատանք, փոխադարձ կապեր, համատեղ երևի գիտական կոնֆերանսներ, տեսեք պատմական առումով տրված է, պարզապես որպես պատմություն, պարզապես, բայց շատ կարևոր է պատմության ուրեմն ընդհանրապես վերցանումը երևի շատ կարևոր է ցանկացած մարդի համար, որ ոնց է վերցանում այդ պատմությունը։ Այսօր պարզապես տրված է պատմությունը։ Այսօր գիտեք, որ Ղարաբաղյան ուրեմն հարցից հետո, Ղարաբաղյան պատերազմից հետո ուրեմն իրանական կողմի մոտեցումները ինչպես ա եղել։ Ես կասեմ, որպես իսլամական, ասենք թե իշխանություն, որը առաջին նայվածքից երևի ամեն մարդ կթվա, որ ուրեմն Ադրբեջանի կողմը պետք է լինի, բայց իրականության մեջ այդպես չի, եւ նրանք որ մի քիչ ավելի խոր կկարողանան ուսումնասիրեն, կփաստվի, որ Իրանի մոտեցումները այս վերջի 24-5 տարվա ընթացքին բավականին դրական է, դրանով հանդերձ, որ իրենք էլ ունեն բավականին դժվարություններ, դրանցից մեկը, ինչպես որ մատնանշեցի, ամենադեպս այդ ազերի տարերն է, որ կա այնտեղ։ Հասկանալի։ Ես կուզենայի հարցնել հայ իրանական մշակութային առնչությունների մասին, ինչքանով է, ասենք, Հայաստանը հայ մշակույթը ներկայացված Իրանում եւ ինչքանով է դա հնարավոր անում։ Շնորհակալություն հրավերի համար։ Հայ-իրանական մշակութային հարաբերությունների առնչությամբ պիտի ասեմ, որ Իրան-Հայաստան հարաբերությունների առնչությամբ լինում են տարվա ընթացքին տարբեր միջոցառումներ, տարբեր նախաձեռնություններ, որ ընդհանրապես թե իրանական եւ թե հայկական մշակույթն են ծանոթացնում, բայց հիմնականում այդ աշխատանքը տրված է Իրանում գտնվող մշակութային միությունների եւ Հայդատի հանձնախմբին, որոնք բարբերաբար տարբեր ձեռնարկներով, միջոցառումներով փորձում են մշակույթը ծանոթացնել, հայ մշակույթը ծանոթացնել իրանական ժողովրդին, որտեղ ինչպես գործընկերս պարոն Շահնազարյանը մատնանշեց, ընդհանրապես շատ քիչ դրանով հանդերձ որ շատ հին համայնք է Իրանը, ավելի քան 400 տարվա անցյալ ունի, բայց փակ համայնք լինելով, համայնքը ինքը իր մեջ պարփած լինելով, շատ քիչ տեղեկություններ կա որպես համայնքի մշակութային, թե չէ հայերը Իրանում շատ
լավ համբավ են վարում, հայերը Իրանում շատ սիրված են իրանցիների կողմից, ընդունված են իրենց արվեստը, արհեստը, սրանք բոլորը խոսք չկա, շատ բարձր մակարդակի է, բայց որպես ծանոթ լինեն ընդհանրապես հայկական մշակույթին քիչ աշխատանք է տարվել, բնական է մի շարք դժվարությունների բերումով։ Այժմ հիմնական աշխատանքը մշակութային միջություններն ու հայդատները, որ ասացի տարբեր միջոցառումներով աշխատում են տեղեկությունները փոխանցեն իրանցիներին։ Իսկ ես կուզեմ անդրադառնամ նաև ընդհանրապես լրացնելով համայնքի կառույցային դրվածքը, պիտի ասեմ, որ համայնքում գոյություն ունի ավելի քան 30 մշակութային միություններ, որոնք տարբեր ասպարեզներում աշխատում են և կենտրոնացած են ընդհանրապես տարբեր թաղամասերում, դա լինի Թեհրան, Իսվահան, Թավրիզ կամ մյուս քաղաքները Իրանի, որոնք իրանց մեջ ներառվում են 7-8 տարեկան, 6 տարեկան երեխեքից մինչև 99-ամյա սահմանին չի կարելի նշել հայերից, որոնք տարբեր ասպարեզներում մշակութային աշխատանք են տանում։ Կազմակերպված շատ լավ կազմակերպված դասավորված սկաուտական բաժանմունք ունենք բոլոր մշակութային միությունները, որոնք տարբեր առիթներով միջոցառումներով արտասահմանում որ ներկայանում են բավականին լավ համբավ են ունենում աշխատանքային իմաստով կազմակերպված լինելով և տեղեկությունների իմաստով։ Տարբեր առիթներով և տարբեր խնդիրներից ելնելով անպայման տեղի է ունենում մշակութային միջոցառումներ, որոնք ոչ միայն հայերի համար լինում, այլ ընդհանրապես նաև որոշ ձեռնարկներ հատկացում է պարսկական շրջանակի պարսիկ մտավորականության։ Բավականին մեծ թվով պարսիկ մտավորականություն համալսարանի դասախոսներ, գրողներ, թերթին, մամլո, ԶԼՄ-ներին կապվող մարդիկ կան, որ ընդհանրապես առնչվում են, ներկայանում են այս ձեռնարկներին և ինչ-որ մի փոքրիկ ծաղկաքաղ դրվում է իրենց ընդհանրապես մեր մշակույթից, մեր պահանջատիրությունից և ասեմ, որ ընդհանրապես մեր բոլոր աշխատանքների մեջ տարվա 12 ամսներում հայկական հարցը, հայ դատը, պահանջատիրությունը, ցեղասպանությունը անպայման որևէ ձևով արտացոլվում է, դա լինի հայերի կամ պարսիկների շրջանակներում։ 100-ամյակի շեմին նաև մշակութային միությունները անկախ կենտրոնական հանձնախումբը, որ թեմական խորհրդի ազգային իշխանությունն է կազմել, ունեն ենթահանձնախմբեր, որոնք հիմնականում աշխատելու են նախ համայնքին, ապա պարսկական շրջանակներին Եղեռնի իրավական հարցերը ծանոթացնել։ Եղեռնից հետո ինչ պահանջներ պիտի ներկայացնենք, այդ պահանջները ինչ ուղղությամբ պիտի լինի, ինչ ձևով լինի և արդյոք ինչ կարգով պիտի առաջնորդենք, հիմնականում 100-ամյակի սեմին մշակութային միությունների և իմաստավորների միությունը հիմնվելու է այդ հարցի շուրջ։ Հասկանալի է։ Ուզում եմ անդրադառնալ նաև հայ-իրանական հարաբերությունների տնտեսական մասին, ինչքանով է ձեր գործունեությունը առնչվում այդ գործունեության հետ, բայց կուզենայի նախ գնահատեիք ներկա վիճակ։ Տնտեսական առումով ես կասեմ, այդ պոտենցիալ ուժը կամ այդ հնարավորությունը, որ Իրանը ունի, պարզապես Հայաստանում դեռ ճանաչված չի կամ սխալ տեղեկություն կա։ Իրանը գիտեք շատ մեծ երկիր է, շատ հարուստ երկիր է և հնարավորություններով ու տարողություններով բավականին բարձր։ Իր արտադրությունները բավականին կարելի ասել որակյալ և բարձր մասշտաբի վրա է։ Սակայն ցավոք սրտի ինչ-ինչ պատճառներով, որ հիմա երևի հիմնականում քաղաքական հարցերն են, իրանական արտադրությունը Հայաստանում շատ ճանաչված չի կամ ընդհանրապես բացասական տեղեկություններ կա։ Այդ ուղղությամբ հիմնականում կազմակերպվում է տարին 3 անգամ ցուցահանդեսների արտադրությունների թե
տարբեր ոլորտի արտադրությունների ցուցահանդեսներ, որոնք փորձում են այդ ուղղությամբ իրանական ապրանքը ներկայացնել։ Իսկ պիտի ասեմ, որ հայկական արտադրությունը Իրանում նաև այդքանով տեղ ընկած չի շատ, չնչին ձևով ընդհանրապես հայկական արտադրությունը Իրանի մասշտաբի վրա ցրվում, հիմնականում 1 կամ 2 քաղաքներում է այդ արտադրությունը ներկայացվում եւ վաճառքի անցնում, որը համոզված եմ զարգացման բավականին շատ մեծ տարողություն եւ հնարավորություններ կա, որը համոզված եմ, որ մեծ ազդեցություն պիտի ունենա Հայաստանի շուկայի, Հայաստանի տնտեսության վրա նաև։ Իսկ մի բան ավելացնեմ, ըստ իս որպես հայ եւ որպես ասենք թե իրանցի, ըստ իս բավարար չափերի չի, շատ նվազ չափերի է։ Հիմա կա երևույթներ, տեսեք օրինակ այսօր Իրան-Հայաստան 45 կիլոմետրի պաշտոնական սահման, անպաշտոն 120 կիլոմետրի, հա։ Ես խոսում եմ հիմա պաշտոնական 45 կիլոմետր սահմանի համար։ Եվ մի տրանզիտ ճանապարհ է, որ այդ տարանցիկ ուրեմն ճանապարհով այդ հնարավորություն կա կապել Իրան եւ ծոցի երկրները դեպի Եվրոպա, դեպի Ռուսաստան։ Բայց դե ճանապարհաշինության, տրանզիտ ճանապարհների հիմնական դժվարություն կա։ Այսօր երբ որ հասնում ենք սահմանի վրա, մինչեւ որ Հայաստանի սահմանը, դու տեսնում եք մեկ բարեկեցիկ ճանապարհ, մի լավ ճանապարհներ, բայց անցնում ենք այս կողմ արդեն դժվարություն կա եւ դժվարացնում է դա ամեն իմաստով։ Հայաստանյան մասը այո, շատ իսկապես ողորմելի եւ ցավում ենք որպես հայ, որ նման մի ճանապարհ ինչու պետք է այդ վիճակի մեջ լինի, որովհետեւ ազդում է ամեն ինչի վրա, թե տուրիստական առումով, թե տնտեսական եւ բեռնափոխադրումը։ Մի երևույթ էլ ուզում եմ մատնանշեմ, խորհրդային միության փլուզումից հետո եւ անկախությունից հետո երբ ամեն երկրներում նման երևույթից հետո մի քանի տարի պատահում է այսպես հարցեր, 5-ից 10 տարի պատահեց այն բանը, որ Իրանի կողմից, ոչ թե Իրանի պետական շրջանակների կողմից, այլ Իրանի սահմանամերձ ուրեմն ապրող որ հիմնականում ազերիներ են, շահագործումներ եղավ հանդեպ ուրեմն Հայաստանի ժողովրդին։ Մի շարք անորակ ապրանքներ եկավ այստեղ, մի շարք անորակ բաներ եկավ, որ լավ տպավորություն չթողեց, բայց ինչպես որ գործընկերս մատնանշեց, ես կարծում եմ, որտեղ տեսնում ենք իրականորեն, մեր արտադրությունը կարող է լինի մրցունակ, մեր արտադրությունը ճանապարհի կարճ լինելու պատճառով կարող է լինի ավելի մատչելի գներով։ Հարաբերությունը շատ կարևոր է եւ այդ ձգտումը շատ վերուսեր երկաթգծի հարցի մասին է խոսվում։ Այդքան որ գիտեմ, իրանական կողմը ունի, հայկական կողմն էլ ունի, արդեն պետք է անցնեն գործնական աշխատանքի, որ ինձ թվում է մեծ շուկայի առջև են բացվում։ Շատ լավ, այդ դեպքում այս հարցի հետ կապված վերջին հարցը տամ, ինչ պետք է անել ձեր կարծիքով, որպեսզի հայ-իրանական հարաբերությունները մակարդակը ել ավելի բարձրանա, բոլոր առումներով։ Ինչ գործողություններ ունի անելու Հայաստանը կամ հայերը, որպեսզի այդ հարաբերությունները լինեն պատշաճ մակարդակի վրա, ինչը հարիր է մեր երկու այսպես հազարամյակներ իրար կողքի ապրող ժողովուրդների համար։ Ես թողեք իրավունք տվեք, որտեվ այսինքն խոսեմ մի քիչ ավելի համայնքի մակարդակով, որովհետև ես չեմ էլ կարող շատ խոսեմ պետական բանով բնականաբար։ Մենք մեզ զգում ենք այն անհատները որպես հայ, որ ցանկացած աշխատանքը իրականացնելու մեջ Իրան-Հայաստան հարաբերությունների ցանկացած աշխատանքներ լինի, դրանք տնտեսական լինի, մշակութային, ինչ որ մի դեսպանների դեր պետք է խաղանք։ Այն ինչ որ ես կարծում եմ Սփյուռքի առաքելության մեջ է, նույնպես էլ Թեհրանի կամ Իրանի համայնքը ներկայացնող։ Եվ մեր միությունները պետք է ունենան, այսինքն այդ դերի մեջ լինեն, որ հարաբերությունները սերտացնեն մշակութային առումով։ Այսօր մարզական առումով, օրինակ մենք տարին մեկ Արարատ կազմակերպության միջոցով կատարվում է համահայկական ուրեմն մրցությունները,
որ 46-րդ տարին արդեն ունեցանք, բայց դժբախտաբար ուրեմն Հայաստանից մասնակցությունը ընդամենը մեկ թիմի վրա էր, այսինքն մեկ բասկետբոլի թիմ էր, որ մասնակցեց, որ ժամանակին շատ ավել էր։ Ինձ թվում է դրա մեջ մենք ունենք մեր դերակատարությունը պետք է ունենանք որպես հայկական համայնք։ Տնտեսության մեջ Իրանում հայերը ճանաչված են որպես արհեստի, ինչ ասեմ, արհեստի տարածողները։ Այսինքն հայի անուն որ տալիս ես Իրանում, անխտիր են ասում են մեր ավտոն տանում ենք հայի մոտ նորոգել։ Եվ այս համբավը մենք ունենք իրականության մեջ։ Դե դրանից ուրեմն պետք է օգտվենք։ Ոչ թե ստեղից ստանոքները կիլոով տանել ընդեղ վաճառել, ինչ որ կատարվել է ժամանակ։ Չեմ էլ ուզում մեկին դատապարտել, բայց իրականությունն է։ Այստեղից եկել է որպես չգործածվող երկաթ, ընդեղ երկաթի գնով է վաճառում։ Դե երբ որ հաստոցները Հայաստանում վերջացան, արդեն Հայաստանի էքսպորտն է։ Հա, կվերջանա։ Բնականաբար մի սահման ունի, էլ ամեն ինչ չափ ունի վերջապես։ Սիրելի ընկերներ, չգիտեմ, այս ոլորտում եթե ավելացնելիք ունենա։ Մշակութային եւ ընդհանրապես համայնքային իմաստով համայնքը իրանահայ համայնքը եւ Հայաստանի ժողովուրդը բավականին մեծ ազդեցություն կարող է ունենալ այդ ասպարեզում, որը փոխադարձ համագործակցության պիտի լինի։ Ամենապարզ օրինակը, որ պարոն Շահնազարյանը մատնանշեց, համայնքական խաղերը, որը 47 տարի է կատարվում, ոչ միայն Հայաստանից հրավիրյալներ կան, այլ ընդհանրապես տարբեր եվրոպական երկրներից, Արցախից անգամ հրավիրյալներ կան։ Այս համայնքական խաղերը շատ մեծ արձագանք է ունենում իրանական մամլու մեջ, նամանավանդ մարզական ասպարեզում, շատ լայն արձագանք է ունենում։ Կամ ընդհանրապես կինոյի առնչությամբ հայերը մեծ ներդրում են ունեցել Իրանում, որը տարբեր միջոցառումներ, երբ որ կազմակերպվում են, նորից իրանական մասշտաբի վրա բավականին շատ լայն արձագանք է ունենում։ Ոչ անպայման շեշտեմ, ոչ միայն կինոն է եղել, թատրոնն է եղել, հրատարակչությունն է եղել, որը իրանահայերը մեծ ներդրում են ունեցել Իրանի ընդհանուր մշակույթի եւ զարգացման մեջ։ Դա պիտի մենք օգտագործենք եւ ինչպես ասում են, մեկ ձեռքով չի լինի ծափ տալ, Հայաստան, Իրան համայնքները, իրանահայ համայնք պիտի կարողանան համախմբված աշխատանք տանել, որ այսի երբեմն ոչնդոտների ու արգելքների են հանդիպում, որ չի լինում եւ պատճառը դառնում դանդաղի այս ընթացքը։ Շատ լավ, եթե այլ հարցեր չունեն մեր լրագրողները, թույլ տվեք ձեզ շնորհակալություն հայտնել հետաքրքիր կայացման համար եւ մաղթել, որ Թույլ տակ առիթն էլ օգտագործեմ, երևի սկզբում պետք է ասեի, այս տոնական օրերին, ուրեմն շնորհավորանքս ուրեմն անկախության տոնի առիթով։ Մեր հրճվանքը այն իմաստով, որ տարբեր առիթներով կարողանում ենք ներկա լինենք հայրենիքում, ուրախ ենք, պետք է այստեղ ողջունենք համենայն դեպս ուրեմն մանավանդ Սփյուռքի նախարարության ըստ նախաձեռնության, որ արդեն կատարվել է 5-րդ համաժողովը Հայաստանը Սփյուռք, անկախ ձեռքբերումներից, որ ես կարծում եմ կամաց արդեն գնում է դեպի գործնական ձեռքբերումների, այսինքն դուրս է գալի ինչ որտեղ լոզունգների ուրեմն սահմաններից, ես հավատացած եմ, որ գնալով ավելի ճիշտ ուղի մեջ կլինի։ Մեծ դերապահված Սփյուռքի նախարարության մասնավորաբար եւ ամենայն դեպս մեր հայկական իշխանության ընդհանրապես եւ մեր համայնքներն էլ Սփյուռք ներկայացնող համայնքներն էլ ես ինձ թվում է մեկն էլ մենք դրանց շարքին մենք էլ ունենք մեծ դեր կատարելիք համախորհուրդ եւ երկարատև նպատակասլաց ծրագրով ես հավատացած եմ որ շատ գործեր կլինի անել այսքան եւ շնորհակալություն